High MC in the mic. High MC. Նարաջան ոնց ես։ Շատ լավ, դու ոնց ես։ Շատ լավ, ախպերս, այնքան ուրախ եմ քեզ տեսնել, չես պատկերացնի, շատ կարոտած ենք քեզ։ Մերսի, շատ մերսի, ես էլ ուրախ եմ, որ սենց թույն բան ես մտածել, ապե որտեվ այս իսկականից բան է, էլի, ասենք, չգիտեմ, կուլտուրան առաջ տանող մի հատ մի ձև էլ էս է, էլի, որ հիփ-հոփը երևա էլի։ Ինչ կան արած կարոտել էիր Հայաստանը։ Ապե հա, Հայաստանում էլ ես կարոտում, ապե հա, Հայաստանը ամենալավ երկիրն է, ամենալավ տեղն է, հետո իմ պարագայում օրինակ, որ սաղ կյանքս տեմ ապրեմ, մի տեսակ ուրիշ ձևա կապը էլի։ Դե հա, երկար վաղտով ես եկենար։ Ապե երկար, հələ չէ, շատ երկար չէ, որտեվ դե դժվար է շատ երկար բացակայել ընդեից, դե լիքը գործ-մործ ես կոմենքում, բայց աշխատեմ արդեն շուշուտ գամ, որովհետև համ ոնց որ ստեղծագործական առումով ավելի պրոդուկտիվ, հետո ասենք կլիպեր կա, որ հաստատ չի լինում ուրիշ տեղ նկարել, օրինակ այս ալբոմից գործերից լիքը բան ընդեն նկարեցի, բայց երգեր կար, որ ստե պետք է նկարվեր, դրա համար համել նաև դրա համար եմ եկել։ Գործովել ես այսինքն պրինցիպի։ Հա, անպայման, էդի ոնց որ պարտադիր դες պլանավորել էի, որ ալբոմի գոնե մի հատ երկու գործ ստեղ նկարեմ։ Հիմա արդեն նկարել եմ Բայքարնա ծնում հերոսին էս ալբոմից։ Մերսի, Նարաջան, այդ ալբոմի այդ գործն եմ ստեղ նկարել։ Տենց էլի մի խոսքով պլյուս դուետներ, բաներ։ Ում է դա դուետ սպասում, որ չգիտենք։ Կամ կարող է արդեն երբ որ այս վիդեոն դուրս գա ուժը լինի։ Հա, արդեն մի հատ գործ ունեմ Վահեի հետ, Ղարիբի հետ ունեմ, արդեն այդ վստահ եմ դուրս եկած կլինի, որտեվ արդեն Դե լինքը ներքևն է ուրեմն միանշանակ։ Այո, մերսի։ Մի խոսքով այդ գործն է, մի հատ Դավի հետ ունեմ, Համբարձումյան Դավի հետ գործ ունեմ, այդ էլ երկուսն էլ լավ տենց իրարից ճիշտ է տարբերվող, բայց լավ գործեր են, տղեկը առաջարկեցին, ես էլ որպես հիփ-հոփի ամենաշատ ոնց որ սիրող մարդ անպայման համաձայնվեցի տղեկը լավ գործ են անում։ Շատ երկար ժամանակ է հետևում էլի առասարակ քո գործունեությանը։ Ես մի հատ sense կարևոր ուժեղ բան եմ նկատել, որ դու ցանկացած sense սկսնակ рэպերի, ով որ ինչ-որ բան է ուզում ես ինդուստրիայում լինի, բրատ շատ մեծ սփորտ ես արած եղել միշտ։ Հա, ես լինի անհատ, թե լինի ինչ-որ, չգիտեմ, խումբ։ Ես օրինակը Hard Chords-ի օրինակով կարամ բերեմ։ Հիմա որ չի հիշում ինչի մասին է խոսքը, որ շատ շուտաբան եմ ասում իրական Hard Chords-ը։ Տղեկը կայֆոտ գործ էին անում ու Նարեկը շատ մեծ սփորտ էր անում, որովհետև քովանոն ներքո էր էլի այդ ամեն ինչը կատարվում։ Գիտես ոնց է Նարաջան, ես որ սիրում եմ այս ամեն ինչը ոնց ասեմ, ոնց որ չսիրեի 100% այնքան ուրիշ գործեր կար անելու, ուրիշ բանով, ասենք Փառք Աստծո էլի ամեն ասպարեզում էլ ինչ որ փորձեի with the next ստացվեր, պրոստը ես իմ սիրած գործն է, դրա համար եմ մինչև հիմա ասենք այդ սրա մեջ եմ ու մինչև հիմա էլ փորձում եմ ինչ որ բան անել, որտեվ չեմ կարծում որ երաժշտությունը, ռեփը, հիփ-հոփը ինչ որ տենց պահիտակի բան է, իմ պարագայում ինքը տենց իմ կյանքի մի մասն է, ես նույնն էլ ջահելների ջահելության, թեկուզ ոչ ջահելության, տղեկի առումով ինչով հնարավոր է, պետք է իրար օգնել, իրար հետ սպայկալներ, սենց ասած։ Ապեր ինչի համար քեզ շատ շնորհակալ ենք։ Շնորհակալ եմ, ես եմ շնորհակալ Նարաջան։ Ինչ անենք, մի բան կարդանք։ Կարանք, այո, վաղուց չեմ կարդացել, ակրած կտզի։ Կարանք սկսենք, դու ասավ, ինչի սկսենք։ Բաց դուրից սկսենք։ Դավայ, իմ սիրած գործերից մեկն է։ Այո, իմ սիրած գործերից էլ է, կստացի։ Շատ եմ սիրում, դրա համար երկու տարբերակ կա այդ երկու։ Գիտեմ։ Դե գնացինք։ Եվան Baz dure Baz dure արի հետևիցս
Վաղուց եմ երկիրը կապեմ թևիցս Ոտըտ քիչ առաջ քիչ առաջ Որ չլսես անգար ստուվտեքի բարաչ Որտև եթե հոգով պինդես ունեզենք Դու արի իմ հետ մի ուղով ազենք Որտև եթե դեմինետ թուլա սուտանա Այդ կլասի մարդը մի օր դառնում ա պուտանա Բաց դուրը Արի հետևիցս այսօր Արի դիմացի գոնե միջև կեսօր Ու եթե քեզ չասեմ որ ճապիտ կալի կփոս Ինձ կարաս ասես ութի ակադեմիկոս Թե ձեր առնեմ քեզ արձերն Վեկալիշ թանգա մտքերս գանձերս Թե բամբասեմ երկրից մի լսի երկս Որտև արդեն վարվում եմ խորանում ա վերքս Գիտեմ թանգա ժամանակը Ու ֆռում ա կարակը Լիքը բանկա ասելու, բանկա անելու Գիտեմ թանգա ժամանակը Ու ֆռում ա կարակը Լիքը բանկա ասելու, բանկա անելու Չմնա հանելու Լսի Banka anelu, like banka anelu, like banka anelu. Hey, ապե բաց դուր բաց արի իմ հետ տանեմ Թե թուրքը ունի ալֆա, ես բետանեմ Արի իմ հետ սովորացնեմ քեզ ատել Թշնամուն պատմություն կարկատել, մատել Բացեմ դեմքիդ, որ զգաս ոչ թե անպիտակից Անգիտակից մնաս լինես, ինպես չդառնաս սատանա Զզվես երբ մարդ կոսմոպոլիտանա Արի իմացի, որ հայրն էլը պատահական չի Իմացի մեր արունը վավշե թափարական չի Բաց դուրը ներս մտի մինայի պետին Երկնքում ամպը, պատալոկին լամպը Ապե բաց դուրը, բաց ու մի խորացի Ազգըտ մի ուրացի, հանունի փորացի Իշքան եմ ուտ լիլի գիշերը կգա առավոտ Հոգիտ ազատա, կարակալի առանց ոտ Դինեմ թանգա ժամանակը Ու ֆռում ա կարակը Լիքը բանկա անելու, բանկա ասելու, բանկա անելու Գիտեմ թանգա ժամանակը Ու ֆռում ա կարակը Լիքը բանկա անելու, չմնա հանելու Որ թանգա ժամանակը Թանգա ժամանակը Բանկա անելու, լիքը բանկա անելու Այո, նարեք մեծ այք, բաց դուրը Ձեր ծապը Բրո, ես մի հատ ուրիշ էքսպերենս Արա, մերսի, ինգերս Մերսի, լուբոյ գորդիտ համար մերսի, լուրջ եմ ասում Ես եմ շնորհակալ, որ գնահատական կա, արդեն Ախպերս են ինչ ծևի գնահատական կա Մերսի Նարջան, մերսի Ախպերս սենց ասեմ, ես երկեր որ ընտրում էի Մտածում ինչ երկեր մտածում ենք բաման Արա որ վերցամ ասում ես եմ ուզում Շատ բարդ է լուրջ եմ ասում, որովհետև եմ որ չգիտեմ որ թվից սկսած հենց հերթով սաղ երկերը մտքովս անցներ ասում որովհետև որ մեկը թազա ալբոմից, նախորդ ալբոմից, հին ալբոմից, այս թվից, այն թվից ծուծնդուց կարճ ասած բրո Իմ համար էլ օրինակ ամենա չնայած միշտ ոնց որ ոնց ասեմ ավելի նոր բան եմ այսինքն սիրում եմ որ հենց նոր բան եմ անում արդեն հինը գցում եմ երկրորդ պլան բայց օրինակ այս ալբոմը ստորագրությունը իմ համար ամենա իմ կարծիքով ամենաստացված ալբոմը սա ամենատես դուշևնի ալբոմն Ապա այս ալբոմից որ երգը դնես, որ ցած հերթով պլեյլիստի մեջի երգայի մոտի ամեն դեպքում, որովհետև սաղ են որ, չգիտեմ, սրտից ոնց որ բաներ լինի։ Այս ալբոմից շատ հետաքրքիր գործեր կա, որ էլի շատ եմ սիրում։ Ստացի ախպերս, հիմա օրինակ համար որ նոր երգեր բաներ ա լինում։ Այնտեղի մի հատ առանձին դե հիմա չգիտեմ, звука записնի ունես, որտեղ երբ որ դու ստեղ ես, դու ունես տես ստուդիա։ Այնտեղ Հիմա կա production-ը կա, պրոստը մի քիչ ֆորմատը ստուդիա ունենալու մի քիչ փոխել եմ, այսինքն հենց այս պահին տենց կոնկրետ ստուդիա, որտեղ որը կարամ ասեմ playback records-նա չի, բայց ստուդիաներ կա մի քանի հատ, որտեղ աշխատում եմ, այսինքն տենց այնտեղ այդ բանը կա էլի, ձևը կա, կարում ես ասենք չգիտեմ 10 օրով մի ամսով ինչքան պետք է տարածքը վարձում ես ամբողջ իդեալական էլի դառնում է քո ստուդիան էլի կոպիտ ասած իմ բարագայում էլ ստեղ Հայաստանում քանի որ ուրիշներին էլ էի ձայնագրում ինքը որպես համետ ձայնագրման ստուդիա էր ուրիշ արտիստների համար որպես բիզնես էլ էր ինքը աշխատում
Հիմա այս բանը ընդեղ ոնց որ այդ դրա կարիքը չկա, մենակ իմ գործերն եմ անում, այսինքն մեծ թանկ ստուդիա ունենալու ոնց որ թեմա չունեմ, էլի։ Միտքը չկա իրականում, հա, դեռ հասկանալի է։ Հետո ասենք այս ստուդիայում որտեղ որ հիմա հիմնականում դե ձայնագրվում եմ շատ ասենք տենց լավ թանկ տեխնիկա ունեն, որ ոնց որ Այսինքն առանձին դա ունենալու համար մի հատ անիմաստ մեծ ծախս անելու։ Լավ վահագին ծախսա, որ այս բանը իմաստ չեմ գտնում, էլի, Իհարկե։ թե կա տենց տարբերակ։ Նարից այն ժամանակ հիմա շատ շուտ վայ հին բան եմ ասում։ Հիմա label-ը կա, label-ը, այսպես է։ Դե Ինչի եմ հարցնում, այն ժամանակ որովհետև մի հատ պրամ շատ մեծ label էր, հա բոլոր արտիստները թե սկսնակ, թե հներից այնց համախմբվել եք մի բա, որ շատ էր լինում եմ 5 հոգով, 6 հոգով ֆիթեր էիք ունենում, բոմբ երկար երկել։ Տղեկից ում հետ կա, ինչ-որ մեկի հետ կապ կա, որ ինչ-որ նոր բան է ծրագրվում, հեսա պետք է ինչ-որ մեկի հետ նոր ֆիթ լինի։ Ալեքս զարմանանք էլի այդ տիպի, որ չկան վախուցելի, չեն կարծում տղեկը։ Ցավոք ծրտի տենց այդ վարիանտի բան չկա, հələ շատ կուզենայի, պրոստը Գիտես ոնց այն ժամանակ մի տեսակ ուրիշ ձև էր այն առումով որ ոնց որ ժամանակ բոլորը կարող էին ժամանակ տրամադրել ազատ էին ասենք ինչ որ մի քիչ ինչ որ ջահելական բան կար ասենք էմոցիայի վրա ինչ որ հավաքվել բան sense իսկ հիմա մարդը իր գործով մի քիչ այդ առումով վարդ է ինչ որ տես Բայց ափսոս Դե ափսոս, բայց հենց այդ եմ ասում, իմ պարագայում հենց այդ եմ ասում, ես Համար ֆուլ բան է, հա, ոչ թե գործ նայի սրան, ոնց որ ուրիշ ձև կլներ, որպես նայի պրոստը ժամանցի բան, էլի ուրիշ ձև, բայց ես իմ կյանքն է ջոգում ես, եթե ես չանեմ, ամենալավը ես եմ կարում անեմ, Որպես օրինակ, ախպեր, որ հին old school sense, էլի նեսած դեժավու վիճակները զգացել տվեց, անցել տարի MTK-ի 30 ալբոմի մեջ ֆիթ ունեիք, Ну прямо այն որ հին վիճակներ իրոք էլի համ Տիկոին էր ասպասել Տիկոներ չկար մեկը բոմբ մերնոյթ ալբոմ էդել էր շատ բոմբ էդել հետ կապված եմ ասում որտեղ ինքը իրոք շատ ստացված բան է անձամբ մեկը ես շատ կուզեի տղեկից էլի ինչ որ գործեր տնայի թե ֆիթով թե առանձին Դե հիմա այս պահին տենց ֆորմատով այսինքն այդ հին ֆորմատով մի հատ նոր երկ ունենք արած տենց ինքը բան է չեմ ասի սայֆերա բայց տենց long mix այսինքն մի 6 հոգով Ես եմ այդի Լոս Անջելեսում ձայնագրեցինք, նկարեցինք տենց վիդեո դրա վրա, հələ ոնց որ բանի մեջ է mix master, կլիպի մոնտաժ, բան ու տենց ստուդիոնի տարբերակ է։ Ես եմ Արարատ 94, Միկո Երևանսկի, Սաշը LA-ից, մեր հայ տղեկից Սաշը, բանը Հակ 92 Եկել Ապեջանն է մի քիչ մեջ է տենց կայֆավատեղը, տենց տղեկ ես շփվում եմ ընդե, ինչքան հնարավոր է ասենք ժամանակների, տենց հավաքվում ենք ինչ-որ առիթից առիթ, ասի տենց ինչի չէ։ Օտարության մեջ գոնե հիշում եք հին ժամանակները։ Հավաքվենք տենց ես միշտ այդ կազմակերպել այդ ստուդիայում հավաքվել կազմակերպել իմ մոտ լավ է ստացվում, էլի տղեկին ասեցի բոլորը եկան կպանք տես մի հատ old school beat-ի վրա, նենց old school-ը գործ ենք արա, այդ տենց նստերթև կայֆոտ բանան, նենց նոստալգիկ մոտիվներով, թեման տենց ինչ-որ հիշողություններ, բան, այդ կլնի ես, մոտակա ժամանակները այդ է կլնի, առաջի անգամ չի որ կասեմ, միշտ հայկական հիփ-հոփը սենց ինչ-որ ծաղկուն բան է ունեցե, երբ որ ինչ-որ համախմբված իրոք բան է եղել, էլի բոլորը համախմբված են եղել, ինչ որ իրար հետ գործեր են արել, իրար հետ թեկուզ դենց լավ ընկերություն չեն արել, բայց կռիվ չեն արել իրար հետ, իրար ասինքն այդպես իմ սես բարի վիճակ է եղել, այդ ժամանակ ոլորտը զարգանում է։ Դրա համար ես Դու միշտ այն որ ճիշտ բար կա, դաբրակ ես եղել, տանում ես քո հետ կապված չեմ հիշում կոնֆլիկտի, որ տենց եղել է։ Դե չէ, իմ այդ Են դիս վիճակով նկատել եմ, էլի, ես ման չեմ հիշում։ Չէ, այդ առումով հնարավոր է։ Էսի դիսի вообще տենց զապիշ չի, էլի։ Տենց հենց այդ է, էլի, հենց այդ է։ Չէ, հետո մի քիչ մենտալիտետս էլ չի բռնի, էլի, ես ում դիսան եմ, այնա փողոցում կտփեմ։ Ախներս։ Նկատի ունեմ, բայց ամեն դեպքում ես միշտ պետք է իրար սիրել, հարգել, դա կարևոր, դրանից ոչ մեկ չի տուժում, մենակ շահում են։ 100% միանշանակ։ Նարջան մի հատ էլ բոմբ գործ կա։ Հիմա իդեալական ընձեռնախոսակցությունից հետ կպնում է, էլի։
Արի ոտերից տակ անենք։ Давай. Սիրում ես այդ տրեկը։ Արա ես սաղ Սա տրեկերը սիրում ես։ Կստати կա դες տրեք, որը ասում ես արա դեսի քանը դուրս չեկավ, թե պիկին է ալնում, նրա ասում ես պիտի դուրս գա։ Գիտես ոնց այդ առումով չեմ ասի որ այդ շատ կոմերցիոն գործերը հիմա ասենք ինքը իր ոնց որ բանը ունի, ոնց ասեմ իմ համար պետք է տենց գործերել էր պետք։ Հա։ Բայց եթե դնեմ կշերքի նժարին, այս հիփ-հոփը ամեն ավելի ոնց որ ինձ օքեյ հարազատա, քան այդ մի քիչ տաշի տուշի բաները։ Հիմա լիքը լսողներից էս մեր YouTube-ի նայով հիմա նայում կարող է իրանց համար այդ բանը մի քիչ անսովոր լինի, բայց ամեն դեպքում իմ ոնց որ իմ սիրած երաժշտությունը, ասենք, այս հիմա ինչ որ լսում ենք, այդ դրանք է, էլի։ Դու տողում ես, որ ասում ես մի հատ կոմերցիանամ ծաղկցեմ տեղի։ Այդ պահի տակ պետք է մի հատ անեմ, տեղը հակապնեմ իմ ուզածը անեմ։ Որտեվ մենք այն երկրում ենք ապրում, ես է բնույթով հենց եմ, որ ասենք ես չեմ կարող այդտեղ պրոստը միջակ տես թեթև բան անեմ, փող չաշխատեմ, բան էլ ոնց որ իմ համար չի, էլի, դրա համար ամեն ինչն էլ պետք է։ Մի հատ բան էլ կա կարող է շատերը պրոստը ռեպը թողել են, որովհետև փող չի եղել մեջը։ 100% էդ էլ կարա լինի, 100% շատ ափսոս է դա։ Դե, բայց ինձ թվում է այդ պոտենցիալը կար, որ ինչ որ այդ եմ ասում, որ կգմտցներ, հա, պրոստը գալի ինչ որ մի հատ պիկի էր հասնում, հետո այդ սաղ թարգում էին, բայց իրականում ինձ թվում է պետք է պրոստը անել, լիքը անել, բայց հիմա արդեն ոնց որ վոլիմենի on-line բաներով կարում են թեթև աշխատեն, այսօր գազ տվեք ապերներ։ Դուզեց։ Այս Երևան մոբ պրոյեկտի մեջ էր։ Մանչին բարևներ։ Լսի։ Վարվում ա դեմքդ, որտև ճիշտը տակա, ես գիտեմ մեծ մասի տակը կակա, տերևները խշխշում են իմ ոտերի տակ, ես ազնիվ եմ հորս արև լրիվ շիտակ, կարա դեմքդ, որտև ճիշտը տակա, ես գիտեմ մեծ մասի կերացի կակա, տերևները խշխշում են իմ ոտերի տակ, Սարում ա դեմքդ, որտև նա պաստակա, ես գիտեմ մեծ մասի կերացի կակա, տերևները խշխշում եք իմ ոտերի տակ, Հարցնում ես ոնց եմ, քեզ ասում եմ, վաբշե կլիշի, ինչ եղել է չի եղել, կյանքում ոտերիս չի, քեն քշելու համար տարիքս են չի, էսի դիշի արա վաբշե տենց ապիշի, ես գիտեմ պրոստը հարգեմ, էգոիստ եմ պես ամպլու դժվար է թարգեմ, բայց նվիրված եմ իմ ոնց են էլ ոնց, որտև ավարտել եմ նես դպրոց, որ ապեմ մնամ որց, իշկն մոտ բանկա, են կոմտար, իշկն մոզ բանկա, են կոմտար, սաղի մասին է գիտենք, կուլտուրականից ժարգոն, փողոց է ինքը իր անով անում ասախ պրագոն, Բայց չտես բրը, արա ամեն իչի վրա չրում ալոզերը, ու թեք ու սաղ աշխարն էլ դուք վրակ, ձեր համար Մոսկվան երգիր արա իտալյան քաղաք, սուկա Ճիշտը տակա, ես գիտեմ մեծ մասի կերացի կակա, տերևները խշխշում են իմ ոտերի տակ, Սարում ա դեմքդ, որտև նա պաստակա, ես գիտեմ մեծ մասի կերացի կակա, տերևները խշխշում եք իմ ոտերի տակ, Ալկարամ ամսենց, ամնենց, ապը ինչ ֆորմատ ուզես, ես վիզ եմ դնում փող, դու ձեր տունը գրուզես, մատերդ կդրելու վաղտնը ամեն բանի չկպնես, արա, քո նմաններին դաժե քրվում ատեղես, եսա մի հատ կամերցյան եմ սաղ կծեմ տեղը, որտև աշկի շկատա ձգձգվելու կորոնայի դեղը, ես միշտ արել եմ ինչ համարել եմ ճիշտ, ես մի խերջի եղի ինձ ու պիկատանի այ բիչ, արա, ես ժիվոյ օրինակ եմ ոնց զերոյից ելնես, ինչ արել եմ վերջում ասել եմ ապե չդնես, հաղթանակի համնեցա, որ չկա ավելի քաղցր, չէ Կել դու պատմի ինչ կա, ես կպատմեմ ինչ կան, հետո կջոգ ես քոնը մերի դեմ կարատիշ կա, կել դու ասա ինչ կա, ես կպատմեմ ինչ կան, արա, եկա էլ խոսսրի դեմըտ մաղարիշ կա, որտև ճիշտը տակա, ես գիտեմ մեծ մասի կերացի կակա, տերևները խշխշում են իմ ոտերի տակ, Սարում ա դեմքդ, որտև նա պաստակա, ես գիտեմ մեծ մասից կերացի կակա, տերևները խշխշում եք իմ ոտերի տակ, Անձրերի տակ, Ալվեղա, բրո, շատ ուղեղա
շատ է դու ասում Դզես Ախպերը ցլա sense բան հարցնեմ այն երկերը որոնք օրինակի համար չգիտեմ հիմա սա մի քիչ բան է տենց ոնց ասեմ ոսկի մարդ երկը վերցնենք ու սա այն տենց միակ sense տխուրոտ է համարվում չէ sense մի քիչ Դե հա ուրիշ բան է լրիվ հա Вообще ոնց է դու նստում ես մտածում ես խոսքի այս ալբոմի մեջ 3 հատ sense երկա պետք բան թե ոնց է լինում Չէ բացարձակ այդ բաչը տենց չի ինքը տենց Դες չի աշխատում Դες չի Որտեղ աշխատում մարդիկան ու մոտ տենց է աշխատում էդի կոմերցիան է որ գիտեն ինչա պետք Հեսա պետք անեմ, որ էսենց լինի, այս ֆիդբեքը լինի։ Օրինակ իմ բարագայում հիմա օրինակ այս վերջի ալբոմս որ դուրս եկավ, այսինքն ես լիքը ուրիշ երգեր ունեի, պրոստը ալբոմ որ որոշեցի ինքը ալբոմով թողարկեմ, լիքը երգեր պրոստը նայեցի որ այս ալբոմի կոնցեպտի մեջ չի սազի պրոստը ջոգի, ու դες այդ երգերը պահել եմ հետոյվա։ Նույնն էլ դուբոյ մնացած ալբոմներս, օրինակ ու սենց ասեմ, եթե ուշադրություն դարձնես ալբոմներիս մեջ, այտենց ինքը շատ կամերչեսկի բան չունեմ вообще։ Իրանք հենց իմ հենց այդ դրանով եմ ես իմ ալբոմները տարբերում մնացած իմ գործերից, որ չեմ ուզում իրանք ունենան ինչ-որ կամերչեսկի միտում ինչ-որ Ուզում ես այդպես ալբոմոտ ունես ու քեզ դզի այդ ալբոմը, հա որ ես լսեմ, որտեվ ես լսում եմ, ասենք, ես իմ գործերը, ասենք, ինչ-որ ժամանակ կարող ասենք, չգիտեմ, երկար ճանապարհ քշեմ, մենակ լինեմ ու հիմնականում մենակ, ու ես դնում եմ ցելի ալբոմս լսում եմ ու հետո ես էլ եմ լիքը բաներ ոնց որ իմ մեջ գտնում ցանկացած մոդի մեջի երգ ունես, այն որ համ տխուր վաղ կարաս լսես, համ չգիտեմ ուրախ վաղ կարաս լսես ու անձամբ ես տենց տարբեր ժամանակաշրջաններում տարբեր երգեր ունես, որոնք որ լսում եմ, մնում այդ ժամանակներն եմ գնում, հա, օրինակ բանը տեքստ ունես մի հատ, շատ ուժեղ տեքստ է իմ համար, որ ասում ես քո ամբիցիան քեզ կառավարի, քեզ դու կառավարի։ Արա դա այն որ ասելի բան։ Դա այն որ նայ խոսքի օրինակ հիմա չգիտեմ, մոտը տեքստ է, բայց այդ մտքին գալը ամենքի մոտ ամեն մարդ չի որ այդ հասկանում այդ մտքին գալիս է որ լիքը տեղեր կա որ քո ամբիցիան քեզ կարավարի իրոք էլի 100% հա միշտ չի որ պետք է ամբիցիոզնի ինչ որ բաների վրա գնաս ասես չէ սենցա ու վсё հա ես օրինակ այդ սենց ասեմ կյանքի տարբեր էտապներում ինչ որ իմ օրինակ ռեպերտուարը ինչ որ տարբեր էտապներից եկած բաներ է էլի այսինքն Հիմա ինչ ես վերջի ալբոմս հաստատ 10 տարի առաջ չէի կարա գրեի ու երևի հակառակը այսինքն այդ իմ փորձով եմ ջոգե որ ամբիցիան վառում է իտոգում եթե ճիշտ կոնտրոլ չանես բայց вообще ամբիցիան իմ կարծիքով լիքը տեղերել լավ բան է որ դու ամբիցիայով ես անում պրոստը կոնտրոլ արած ամբիցիայով Դու քո սաղ երկրի տեքստերը դու ես գրում Ես ու Ավետ Բարսեղյանը Դա շատ ասպասալի Որ ջոգին ռեակցիա ինչ է Okay իսկ sense բան քեզ հարցնեմ այս հարցը կստատի շատ սաղին տալիս եմ էլի կոնկրետ рэպի հետ կապված լիքը մարդ կա որ իրանց տեքստը իրանք չեն գրում Դրան вообще ոնց ես դու նայում ոնց ես որտեվ ինչ որ տենց բան կա չնեմ կինոներից եկած կամ դրսի զապտից եկած բաներով ասում է рэպը ոնց որ դու այն ինչ որ դու ապրել ես դու գիտես այդ պետք է տաս հա Տենց թե դիտի այն բախտեր տենց հարցս Չէ նայ իմ բարագայումը տենցա ես այդ եմ գնահատում ու 90%-ը տենց այդ են գնահատում բայց մեծ բայց կա Օրինակ դու գիտեիր որ Still Dre-ն Dr. Dre Still Dre երգը Dr. Dre Still Dre երգը գրել է Jay-Z բառերը Вообще ախպեր ու տենց ոչ միայն այդ լիքը բաներ Dr. Dre Իրանք ոնց են դա բացատրում Eminem-ն է գրել Dr. Dre դրանք բացատրում են այդ զուտ բանով Կամերցիան հենց էդ է, իրանց կամերցիան էլ էդ է, պարտադիր չի ասեն կլարնետը լինի մեջը ջոգում ես Իրանք չեն է բացատրում, օրինակ ես Ամերիկայում ապրելով եմ էդի անկեղծ ասած հասկացել, ճիշտը որ ասեմ Ընդ այդքան այդ բանը չկա, այսինքն ռեպերները պրոստը եթե հայտնի են Պրոստը եթե շատ փող են աշխատում, ուրեմն всё, ընդ հարգանք կա, ջոգից։ Այսինքն ինչ-որ բանի հիման վրա չի։ Չէ, այդ շատ չնչին է այդ, այսինքն այդ true hip hop բան վիճակը շատ քիչ Այո, old school վիճակը չի ամեն։ Հա, արդեն ինքը արդեն այն level-ի է ասել, որ
եթե դու կարում ես ճիշտ վիզ դնես, սենց ասած, ուրեմն դու всё, ուրեմն դու ճիշտ ես, էլի։ Ես ամեն առումով չի որ համաձայն եմ, բայց այնտեղ այդ աշխատում։ Ոչինչ բաներ կա, որ ժամանակի հետ պետք է ասես դե լավ, հիմա եւի ուժը սենց է։ Դե հա, ես օրինակ չեմ անում տես բան, դժվար է անեմ, այսինքն թույլ ինչ որ մեկը գրի իմ համար, բայց եթե հանգարց տենց ինչ որ մի հատ միտք կլինի, դուխով կանեմ, չեմ մտածի, բայց ինձ չի դզում։ Էլ ասելու բան ունես, դու հավես ես անում։ Այսինքն ես այսինքն հա իմ արածը պրոստը տակ չի, էլի ասելիք կա, էլի պալուբոմը։ Ես օրինակ լիքը տղեկի համար տեքստ գրել եմ։ Հիմա չհարցնես ում կարող է իրանք չեն ուզում դա իմանան, բայց ես օրինակ Ես այդ շատ վատով դրան չեմ վերաբերում, նախ ես ինչ չեմ համարում այն մարդով կարամ է դրա մասին խոսամ ու դատեմ, տենց ասած։ Չէ, դու օրինակ եթե դու լսող ես, կարաս ինչ որ կարծիք ունենաս 100%-ի, եթե սիրում ես, բայց ամեն դեպքում ես տենց ոնց ասեմ, Ես իմ մեջ ունեմ մարդիկ սիրում եմ լսում եմ, որ իմանամ ինքը չի գրեք, հա, բան կլնեմ ջոգի, այդ առումով հա, բայց որ ասեմ պտի սենսը լի չէ, դե ես տենց չեմ կարծում, որ ինչ մեկը կարա կողքի դասի պտի սենսը լի, էլի։ Իրականում նայ, մենք էլի եմ գարկանում, ես օրինակ ինձ հենց իմ առումով ես ինչ չի դզի, որ մեկը իմ համար գրի, բայց որ սենց գլոբալ նայում ես, ինքը իրակը իտոգում երգ է ջոգում ես, իտոգում ինքը մի հատ ստեղծագործություն է, որը որ այդ վարկյանին գրելու, ստեղծելու պահին քոնն է, բայց դու էդի հանձնում ես արդեն լսողին, արդեն իտոգում էդի քոնն է։ Դե եթե բան լինի, այն որ ասում են, այդպես տեքստը կասում ռեպետի բողոքա բան ինչ։ Եթե քո տեղը ուրիշը բողոքը գրածել է, չի դառնում։ Այդ մեկից տվա չի դառնում։ Հա, դե կարող է դու նա հիմա Դրեյ պահով ու այդ առումով օրինակ Dr. Dre առումով ոչ մեկ տենց բան չունի, էլի, ասելով այս ամբալը ախտեր, ճոգես տուղտենով է, տենց չեն ասում։ Որտեւ ինքը արդեն ինչ-որ միշտ էլ ինչ-որ լեվելի է եղել, պրոստը օրինակ ինքը երևի թեման ասել է ինչի մասին երգա ուզում, Jay-Z-ին գրել է, հիմա չգիտեմ իրանք ոնց է։ Դե կարող է վրանելը դարաբոտ եկել արել, օրինակ ոստվածացել է։ Ամեն դեպքում, հա, բայց ամեն դեպքում լավ պրոդուկտ են ստացել։ Լավ որ մինչև հիմա էդի լսում է, եթե օրինակ մեկը կարանա իմ համար տենց բան գրի, օրինակ որ Քեզ էլ հոգի հարազատ ելք ստացի։ Ասենք ինքը այդ որակի այդ լեվելի գործ ունենամ ես, հենց կարամ մտածեմ, էլի, ես չի որ ես կասեմ։ Դե չէ, դե օքեյ, հա, բայց մի 10 տարի առաջ 100% կասի լավ։ Դե այն ժամանակ հենց այդ վիճակը շատ էին ավելի բանանում, էլի, հա։ Կստати երգ ունես դու նոր ալբոմից, փողոցներում կրիմինալը, փողաֆորմ կրիմինալ, էդի ստեղի մասին, ինչի՞ց է այդ երգը եկել, թե լոսում է։ Սաղ ալբոմը չէ, լավ, տենց չասեմ, այդ երգը, այդ մի քիչ փողոցային թեմաներով երգերը ընդեղ են ծնվել, որտեղ որ գնացի LA երկար ժամանակ չէի կարում ոչ մի բան գրեի, որտեղ այս պատերազմը բան, սենց մի քիչ ուրիշ ձևի տենց իմ համար մի քիչ ստեղծագործական կրիզիս էր երևի, որտեղ շատ ծանր տարա էլի ես ամեն ինչը, հետո տենց ինչ-որ ոնց որ ասած հավաքեցի ինձ, որովհետև ես չէի ուզում ռեփ չանեի, էլի, ճոգում ես, ոնց որ պետք չէր, որ ես ռեփ չանեի ու ընդեղի ապրած, ոնց որ տեսած, ընդեղի առօրյայից վեկալած ինչ-որ սենց բաներ եղավ, բայց նաև ոչ ամբողջ երկն է ընդեղի մասին, այսինքն ինքը տենց ինչ-որ միքս է Հայաստանի ընդեղի սենց իմ ապրած այդ ապրածի մասին է, իմ ապրածի մասին է Շատ ուժեղ երգ է հետել է շատ ուժեղ երգենք էդ իսկ Էքսպերտիզան Փողոցներում լիքը փողաֆորում կրիմինալա Սաղը դսի թեմաները սաղ քեշենալա Դանդաղ գնում աշևի իմ պալան Բագաժնիկում սունկով լիքը լեր Փողը չի արժեքը, բայց բենզինը ծրի չի Թե չէ ջոգ է միջև հիմա ապես իչի Առանց կոպեի կյանքը այդքան է բարի չի Ինչ տեսել եմ ես տոկոսը տված գրիչին հա Հիմա կա, հրեշտակի դիմակա Մասկի տակը իրական, պախկվածա սրիկա Ռեժիմը օրական, մարդկանց սարքումա զոմբի Սաղ գլուկների տակ ապրելը դարելա հոբի Ես կոշիկներից տակ տանջվածի իմ պատմություննա Ազնվության համար պայքարած իմ գրություննա Մտքի սերություննա
Տեղին լերությունը ինքնա քննադատություն իմ արդարությունը Փողերս դիզի Տեկուս իզի բիզի Աղքատն չթալանի դժողքի տոմսա իզի Ես ծալի դրի ջեբս Ինչ է իմնա չես տենալու չպես լավ պահի Էմոցյաները թող ոչ ոք նրանք չգտնի Մենակ քոնն քո գանգատները Ուրիշը քո հարցի մեջ չի մտնի Բողոսներում լիքը փողաֆռում կրիմինալա Սաղը դսի թեմաները սաղ կեշանալա Դանդաղ գնում աշևին պալա Բագաժնիկում սունկով լիքը դալը Բողոսներում լիքը փողաֆռում կրիմինալա Սաղը դսի թեմաները սաղ կեշանալա Դանդաղ գնում ապիցոր կաբենվեն Տրոշ գայ ապիցոր գայ ապը չգիդեր Լիքը դալը Մի ձերս դանակնա մյուս ձերս գդալը Ես գիտեմ ապես ուտա հավատալը Նորերի հաչալը Հներից կաչալը խապում եմ սաղին Մի հարացը չաղին Երկիրը թալանողը գորնում ա երկիրը ծախին Անասկանալի մանախին Սպիտակները կախին Դավաճանի սարքի սուրբ ես ժողովրդին դաղին Չեմ հավատում ոչ մեկին Դրանք բոլորով ոտից գլուխ նույնն են Ես չեմ հավատում ոչ մեկին Դրանք ասում են խոսում են բայց նուն խույն են դրա համար Ապե իմա կա ինչ կա Եթե դու ոչխար ես ծնվետեից ելք չկա Չէ Ես ծալի դրի ջեբս ինչը իմնա Իմ ամեն մի երկ ես Փողոսների հիմնա Լավ պահի էմոցյաները Թող ոչ ոք նրանք չգտնի Մենակ քոնն են քո գանգատները Ուրիշը քո հարցի մեջ չի մտնի Երբեք Փողոսներում լիքը փողաֆռում կրիմինալա Սաղը դսի թեմաները սաղ կեշանալա Դանդաղ գնում աշևին պալան Բագաժնիկում սունկով լիքը դալը Փողոսներում լիքը փողաֆռում կրիմինալա Սաղը դսի թեմաները սաղ կեշանալա Դանդաղ գնում աշևին պալան Բագաժնիկում սունկով լիքը դալը Փողոսներում լիքը փողաֆռում կրիմինալա Սաղը դսի թեմաները սաղ կեշանալա Դանդաղ գնում աշևին պալան Բագաժնիկում սունկով լիքը դալը Փողոսներում լիքը փողաֆռում կրիմինալա Սաղը դսի թեմաները սաղ կեշանալա Երևան Դանդաղ գնում աշևին պալան Բագաժնիկում սունկով լիքը դալը Merci bro Էս էլ են ամենա բոմբ գործերից մեկն է այս նոր ալբոմից Ես երկը շատ եմ ախպեր ես հավանել, որովհետև արա մեջը համ drive կա, համ լիքը ասելու բան կա, համ ասում ես արա դխի ատենց, շատ տենց բաներ կա, էլի, բայց այս երկետ կապս դիշ նենց հետարքրում, մի հատ սկզբում որ ֆիլմից է վերցրած հատվածը նախ։ Սկզբում Էքսպերտիզան բանը։ Որը բանից ախպեր, մենք ենք մեր սարերը, որ ոչխարները ոչխարը գողանում են։ Այդ պահը միշտ նենց հենց հետաքրքրում, երբ որ երգերի մեջ ֆիլմից նենց մի հատ հատված են դնում։ Այդ ոնց շեդևր է դառնում ինքը իրականում, էլի։ Ես էլ եմ միշտ այդ, օրինակ ես այս երգը էլի տղեկը մի անգամ էլի հարցրեցին, ոնց sense բռնեց էլի, որ sense սաղ իրար հետ համընկավ էլի ճիշտ բան, ապա ես էլ չգիտեմ, երևի ինչ որ տենց էներգիա կա իրականում, որ չգիտեմ որտեվ ստեղծագործությունը երգը вообще բանա, չէ, հրաշք է էլի մի տեսակ, չէ, մեջիկա, չկա մեկեշոր ելնում է, մեկեշոր խզար է ելնում, այսինքն էդ էլ երևի իր այդ էներգիան է էլի, որ ապե շատ անում կպնում է, ապե չէ ինքը շատ drive կա երգի մեջ, շատ այն որ ոգի սենց արտնասնող ինքը բան է ու ինքը առանժը, իր մյուզիկ, արա շատ ուրիշ է բրատ ինքը շատ իդեալական է ստացված այդ երգը։ Մերսի, շատ մերսի, այդ բիտն էլ իմ մի հատ լավ ընկեր ունեմ, ինքը вообще տենց 1000-ից մեկ կա տենց բիթեր անում, այդ ստացի ես չեմ արել բիթը, բոլորը գիտեն ես եմ արել, բայց ես չեմ արել։ Շատ սիրուն գործ է, բայց տվել էր ինձ 100 թվից մնացել էր մոտս ու այդ հետո թար ձայնագրեցինք, հետո տենց ավելացրեցինք։ Շատ սիրուն գործ։ Իրականում հայկական այդ մատիվներ ավելացնելը, прям, չգիտեմ, կարող է մեր վրա դա շատ աշխատում, բայց
որ շատ ուրիշ ձև է, չգիտեմ, ուրիշ ձև է սկսում ընկալել երգը։ Ինձ դաժե սենց ասեմ, ինձ ուրիշ ասենք ազգի լսողներ, ոսկի, չգիտեմ, Սերբիայից կա, ես ունեմ մի հատ, չգիտեմ ոնց, բայց կա, օրինակ Սերբիայում լսարան կա, ինչ-որ սերբեր կան, որ լսում են, ճանաչում են ջոգիր, Արաշատ դզած։ որտեղ լիքը եղել է, ասենք, Եվրոպայում ինչ-որ տեղ լրված ենք եղել, ոսկի բրո բանմա սերբ եմ, ապա ես չգիտեմ ոնց է հասել, հենց Բրունսկոոտն է կոնկրետ, երևի, չգիտեմ մի խոսքով։ Ու իրանց համար էլ այդ ում է ոչ միայն իրանց, ասենք Ամերիկայում էլ են տղեկը դնում են, ասենք Սևերի, Մեքսիկներին լսում են, այդ հայկական ինչ որ Այդ մոտիվները, մոտիվները, հա, իրանց էլ է դասում, ապա շատ կայֆ։ Իրոք են որ ինքնիանով խոսքի գործը բոմբա, բայց այդ հատվածներն է որ մեջը կա, մի տեսակ էլ ավելի ասենց, ոնց որ մտնես հենց երակներից մեջ զգաս որ քոններ է դի։ Ուրիշ վայբ է, հա։ Շատ ուժեղ է։ Հա։ Ստացի մի հատ ես էլ ասենց բան հարցնեմ։ Рэպերներ կան որ բանա, չէ՞։ Իրանք տենց տարբեր նեյմինգների տակ են դուրս գալիս, չգիտեմ, որ մելանխոլիկ երգերը, քֆուրներով երգերը տարբեր։ Կոմոդ սախ նարեկ մեծ հայքի տակ է։ Այդ լավա թե վատա թե ինչ է։ Ինչ արդեն ուշ է։ Արդեն ուշ է ես բամ, որտեվ ես գիտես ոնց է Այդ հենց այդ մտածել ես դրա ուղղությամբ, դա պետք է եղել է մտածել։ Հա, եղել է, ասենք, չգիտեմ, այս Բաստայի բանից հետո որ ինքը սկսեց տենց Նագանո, Բաստա, Nintendo չէ, ասես խառն։ Այդ տենալով եմ մտածել, որ կարող է, ես ինձ էլ է պետք տենց բան, բայց հետո ջոգեցի որ Ապա Վաստան դաժե այնքան կոմերցիայի մեջ է մտել, որ արդեն դաժե պրոստա այդ նույն սանտրակի մեջ Վասիլի Վակուլենկոն էլ է առանձին բան։ Հա, ես չգիտեմ։ Դե որտեվ Վասիլի Վակուլենկոն ոնց որ բան է լինի, ապա խոսքի գոլոսի ժյուրին։ Գոլոսի ժյուրին է, ջոկի։ Այդտեղ դու իմ բաստա չես անցալու, բրատա, ինչ ճիշտ է, որ չես տեսա բանի ժամանակ Goofy որ բաներ, վերսուսի ժամանակ որ ֆորում ասում ես եկե ասում Լիդովին թողը եկել ես մեր մոտ, որ ոնց որ այդ բան վիճակը լինի, էլի ինքը դուս է եկել այդ rap school վիճակից, կստացի հիմա ֆիլմ են նկարում Բաստայի, իր կյանքն են նկարում, հա։ Հա, դզի, հա, ինքը հա, այնց հաստատ շատ բան ունի արած իրականում rap-ի մեջ, հա։ Շատ բան ոնց որ բան հետաքրքիր կարա լինի, էլի։ Ստաց եթե այդ կապված, եթե չեմ սխալվում, Հայաստանում ծրագրվում է նկարել հայ տղեկի մասին ֆիլմ, ծանոթ ես։ Գիտեմ, հա, ինձ ասեց, դե Հայկոյի հետ տենց շփվում ենք, ասեց որ անում են, դե ինչ որ ասեցին որ կարող մեր հետ կապված էլ ինչ որ բաներ կարողա պետք լինի խոսան սցենարիստը զանգի, բայց տենց այդ մակարդակից ավել չգիտեմ։ Բայց շատ հավես մոմենտ է որ դա լինելու է։ Հա, 100% բա ոնց։ Դա իրոք են որ տենց սպասված վիճակ է։ Հա, հա։ Ու կստացի հտնալ, ես նենց եմ ափսոսում որ չի կարծում։ Ապա բոլորն էլ ափսոսում են իրան լսողները, ես էլ եմ քանի անգամ իրան ոնց որ ասել Իմ համար հտեի լիքը տեքստեր կա ասում օրոք էս ինչ ուժեղ։ Չէ, դե ինքը լրիվ օրինակ իրանց դուետից ինքը իմ համար ավելի լավն է։ Շատ ուժեղն է, ախպեր, շատ։ Պրոստե դե իմ հենց այդ եմ ասում, ամեն մարդ ինչ որ մի պերիոդում որոշում է սենց անի կամ նենց անի, հիմա ինքը երևի իրան չտեսա, ասենք որպես կատարող։ Հա, չգիտեմ։ Բայց խի էլի զարմանել է, որտեղ Մենք ինչ որ մի պահ անկում է չի ունեցել, էլի Հայկը իրականում, որ պիկի վրա կար ինքը։ Հա։ Ինչ որ բան չկա, որ ասես այստեղից դեք մտածեց, որ դե լավ երևի իմը չի, вообще չի եղել, չգիտեմ։ Գիտեմ, հա, իրականում ափսոս է, դաժե մի երկու անգամ ասի առաջ ես անում ախպեր այդ բիթերը դու ինձ, ոսկի։ Այս տվեց։ Հայկո բիթերը դու, Հայկո։ Բայց կստացի դա ասեմ, կարողա չի, որտեղ կարող գալու է։ Կարալնի։ Որ ախպերս դե բանը դի ոչ մեկ չգիտի։ Դի ոչ մեկ չգիտի։ Ախպերս ինչի հարցրեցի նեյմինգի բանի հետ կապված որ տարբեր ժանրի։ Դու կոմոդ պրям շատ տարբեր ժանրեր ունես։ Սիրիածս երգերից մեկն էլ Կարմիր այտերը դա։ Էլի լեգենդար երգանակ մեծ հարց եմ ուզում տամ։ Ինքը օբրազնիկ երգարա թե ինչ որ մեկին է ասում։ Ապա ինքը իրականում ինձ ով ճանաչում է անձամբ մոտ ընկերներս, գիտեն որ այդ գիտեն ում մասին է։ Գիտեն որ հազարած տենց բան կա։ Այսինքն ինքը իրականում սենց ասեմ ինչ որ մեկի մասին եմ գրել, բայց ինքը
ամել ոնց ասեմ, ինքը տենց միքս է էլի անցը, այն որ մեկի ու միք օբրազնի։ հատվենց կա, հա։ Որովհետև Սենց ասեմ, ինձ Լյուբոյի տղա այդ երգը լսելուց կարա պատկերացնի ու մասին է, էլի, հա, ժոգում ու մասին է։ Ամեկը իր խոսքի տենց մի հատ կարմիր այտերը դնի, էլի։ Причем ապետ երգի վերջում ամենա քֆուր էի տվել, բայց երբ ճիշտ արեցի, որ ջնջեցի, ասում էի կարմիր այտերը։ Հա, ու շարունակում էր տեքստը։ Շարունակում էր ու այդ տղեկից չեմ հիշում, ով էր, ով որ вообще կապ չունի ոչ մի տիպի երաժշտության, ոչ մի ռեպի բան, ոչ մի բանի հետ, այդ օրը լրված էինք իրար այդ ստուդիայում, արասեց ախպեր բեսամբ լավն է, բայց այս վերջի քֆուրը ջնջի, որ 100% կլսեն ասում ավելի շատ ու ճիշտ էլ եղավ, էլի, չգիտեմ, կարող է քֆուրով ուրիշ ձև լիներ, բայց հա։ Չէ, դա շատ ուժեղ երգ է։ Էդի կարդանք։ Կարդանք։ Այտերը տեն կարմիր Այտերը տեն կարմիր Լսի, Լսի, Ճանաչում եմ քեզ մոտ մի 5-6 ժամա Բայց արդեն ձեր տան ենք հակդ բարակ պիժամա Ամեն ինչ կայֆ ֆոտովրոձի սաղ լավա Սեղանի կոնյակ, միրգ, սոկ փախլավա Պատմում ես ինչ-որ պատմություն քեզանից Ես է ապրծնում եմ, որ խոսանք մեզանից Բայց ընդհանուր տենց հարմար լրված ենք Մի հատ մեծ ձիվանա հենց այդ ձիվանին փրված ենք Տեսքդ լավնա բան չունեմ ասելու Խոսացածդ լիքը բան ակասելու Բայց դե վեճը երկուսիսը պետ չի Դու խոսում ես, լսում եմ, լծում եմ, խմում ենք Մենակ մի երկու թեմա ասիր կասկած ընգավ մեջս Սպասում եմ խոսած, ջոգեմ դրա վերջը Բայց դու հացերում ես, եբ տալիս եմ հարց Մեկ էլ ներքին զայնս, քեզ ասած Այտերդ, կարմիր այտերդ Այտերդ, կարմիր այտերդ Այտերդ, կարմիր այտերդ Այտերդ 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 կարմիր այտերդ Կորես կյանք Չէ Իսկ շնչես Լավ չկամ Աստատ Պարում ես մի հատ տենց նարկոշ տեխնո Երկի տակ նայում եմ քեզ օբշի Չդզողվալ նայա Ինձ է կոնյակը նորմալ կուրցրել է Ես խմած եմ Քեզ է նորմալ ուրցրել է Եկա որ պատտվար մայկա ու լիֆանած Ասի օքեյ no problem Ու գնաց վեկալար ինձ պետքա Որ լինի անվտանք Ու գնացինք հակուն ընջարան մտանք Մեկ էլ հանգարց հեռախոցը ձնք Դեմքից ջոգի որ պտի վրազենք Բայց ասել էր որ պսակված ես ոչ ընգեր Զանգի անունի տեղը ինչ-որ սմալիկով պագոն զենքեր Դե պարզը անելիքս հանգիստ արեցի մի 2 ժամ լրվա ու շորերս հակա ու գնացի Տնից էլ նելոս տենում եմ մեկին ձեռին պլոմբիր Ջոգի որ ունես տեր, տերդ է կարմիր Այտերդ կարմիր այտերդ 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 Աղարա Ես կարմիրը Աղարա նարսորա Ապե, ես երկը ճիշտն ասած Ես երկը COVID-ի ժամանակ եմ գրե Հա ու տենց բան էր մտածում եմ իրա կարող է կլիպ նկարեմ, հա, սրան Հա հետո մտածեցի շատ կարող է տենց վատը լինի էլի շերեշտուր ավելի լավ է ամեն մեկը ինքը իր ֆանտազիայով լսի ինչի մասին է Ապեր բայց դա էլի տենց շատ հաջողված երգերից է Էդ եմ ասում դու ամեն ժանրի մեջ եթե խոսքի բաստան ունի տենց տարբեր պսևդոնիմներ դու քո անվան տակ բոլոր ժանրերը բոլոր հետաքրությունները կարացել ես տենց կապնես որ տենց Լյուբոյի մարդու իր ճաշակով իր սրյալ երգ լինի մեջը Շնորհակալ եմ։ Ինձ դժում է հենց այդ առումով իմ բանը սենց ասած այդ ունիվերսալ լինելն է ինձ ոնց որ դժում իմ հենց ինձ որովհետև կարող է ասենք հայք բառը օրինակ հենց մեծ հայք բառը այս երկի հետ մի քիչ տենց դուգայա տալի բայց դե ես կամ ինչ կամ էլի այսինքն բալուբոմը տաղավարի է ինչ էլ արվում էլի ինչ ուրիշ բան չկա Այդ հաստատ
Ստացի, մեծ հայկ բանի հետ, նա հիմա մեծ հայկ կամ մենակ մեծ հայկ նարեկ։ Մենակ ես եմ։ Մենակ դու ես, հա։ Խի որոշեցի հետ թողես, որ տենց մեծ հայկով ասկսե դրա համար։ Հա, որոշեցի, որովհետև հենց ինձանով է սկսել ամեն ինչը, էլի, այսինքն ես հիմա որ հանեի ինքը արմատը կկորեր էլի, այսինքն այն ժամանակ հայքեր, հետո մենք մտածում էինք, քանի որ հայքը բրծավ, արդեն կդառնա մեծ հայք, լիքը մարդ կինտեգրենք, այսինքն էս ինչը որ ես միշտ ուզեցել եմ, էլի, այսինքն շատ ինչ որ ու անդադ ցենց եղել է իրականում, այսինքն բալնեկով եղել է։ Հա, ասենք, չգիտեմ, են երեխաբախ նայում էինք, ասենք Wu-Tang Clan-ը տենց 100-օքանոց մեծ գրուպա էր, տենց սաղ իրար այդ գործեր էին անում, չգիտեմ, դզում էր այդ կոմունիկացիան հիփ-հոփ վիճակի մեջ, դրա համար տենց իսկ անունը մնաց, որտեղ պիտի մնար էլի այդ ոնց որ իրականում ինքը շատ լավ, հիմա օքեյ է, հիմա շատ լավ արմանացել է, ասենց ասեմ, ինձ դզում է այդ վիճակը։ Իրականում նա այդ մեծ հայք, նարեկ մեծ հայքը, օրինակ ես Young Buck-ի հետ որ գործ պետք է անեի, որ ասեց, ասենց երկար անում է տախպետ, դե իր համար ինքը ոչ մի իմաստ չարտա հետո անշատ տարերի կույտ է խոսքի, ասում է, ասենց երկար անում է, դարա սիմանգեր դուք թազա եք ախպեր ես աշխարհում մենք հին ազգ ենք, դրա համար է իմը երկար է։ Դուք բանկա, չէ՞, տենց TikTok-ով բանով վիդեոներ ա կալի, որ սեվականներ ուրիշ լեզվով ինչ որ рэպերներ են լսում, դու կաչ է անում իրենց, էլի։ Այսինքն ասենց ասեմ, այն սաունդը, այն մոտեցում որ դու տալիս ես, ինքը որ լեզվով է անես, կաչ անում է։ Ապա ինձ օրինակ գլուխ չեմ գովում, բայց ասենք ընդ տղեկ կան խոսքի սևեր հիփ-հոփի մեջ կամ պրոստը սև տղեկ ովքեր սաղ կյանքը ռեփ են լսե, իմ գործերը ասենք որ դնում ենք տենց հավքված են գտնում, բեսամ դզում է իրանց։ Ու մենակ իմը չէ, ասենք ես տենց մեր հայ ռեպերներից էլի քանի օգու դրել եմ, նորմալ ինչ որ բաներ գործեր։ Էլի, բայց եսիմ իրականում դե երաժշտությունը ինչքան էլ լեզու կա, ասենք հայերենը, անգլերենը, ֆրանսերենը, բայց երաժշտությունը ինքը լեզու չի, էլի, ինքը երաժշտությունը։ Միջնորոդնի լեզու ասենք, ասած, սաղ էլ հասկանում են։ Այդ կաչն է, էլի, սաղին է կաչան։ Հա, բարձ են լիրիկական գործերը, եթե շատ խոր իմաստ բաներ է, ինքը բարձ է, այդ չես կարա հասցնես տեղ, բայց բալյուբոմու երաժշտությունը էլի։ Հա։ Ստացի, որ ասի ուրիշ գործերից է, դու առասարակ ռեփ ես լսում, բնականաբար բացի անկախ ամենից ուրիշ ժանրից է ռեփ մեկը լսում ես։ Հայերից ում ես լսում։ Հայ ռեպերներից։ Հա։ Ապա դե այս վերջերս ով մի քիչ ակտիվ սկսել է գործ անել, այս վերջերս որն է, հիմա ասենք Դավը լավ գործ ունի, ում հետ ես գործ եմ անում։ Քարյոթը դանակը լավ աշխատում են տղեկը, իրանց հետ Միջայլոց իրանց հետ էլ նոր գործ ունեմ մի հատ ձայնագրած, հա, հետ էլ տենց, չգիտեմ, կհասցնենք մի բան նկարենք, թե չէ, որտև, բայց տենց, էլի տղեկի գործերն էլ է լավ, ու մի խոսքով կան լավ բան, լավ պրադուկտ տվող արտիստներ, ռեպերներ կան, բայց դե ես բացի ռեպից էլի բաներ կա, որ լսում եմ, ասենք, չգիտեմ։ Հետի ասի, դե ոնց էլի ռեպ հաստատ լսում ես համար արծրի։ Ինչ ես շատ լսում նար։ Ապա աշխատում եմ տենց օրինակ Սեզարիա Էբորա եմ լսում շատ, գիտես իրան։ Չէ, բայց հաստատ ուզում եմ իմանամ։ Ինքը բանա, մահացել է, մեծ կին էր, տատի է ինքը տենց բայց լսած կլնես, ասենք են Ապոստա անունը չգիտեմ աչքես։ Բոբիկ երգում էր կարշմազերով սևամոտ կինը։ Հա, իմացա։ Բեսամե մուչո, բեսամե։ Իմացա, Բայց այդ գործը չէ, բայց իր երգերից լիքը սեմպլներ եմ կտրել տեարը, ասենք իր Արա սեմպլինգը ինչ եղբան է, կստացի։ Ինքը մի հատ առանձին աշխարհ է, որից պետք է կարողանաս օգտվես։ Որից պետք է կամ կարաս կարում ես կամ չէ, դա էլ է մի հատ բան, ասենք լիքը մարդ կա սեմպլ իրան թվում է, պրոստը գող երգի Հալի կմար դա հեն, արա այդ նենց եմ ջղայանում, որտեղ նայում ասում են հայ էս ինչի բանն է վերցրած, արա էդի էդ չի։ Էդի էդ չի, ժողովուրդ էդի էդ չի։ Դաժե դա, կարոջի հիփ-հոփի բանը մեծ պլյուսերից մեկը այն է, որ
կանոն չկա շատ, Հա, կարաս պրոստը точно եկալ ես ասում։ ուրիշի բիթի տակ անես, դա էլ mixtape է իրականում, բայց պետք է պրիզնատ գաս, որ Հա, դες ասես որ վերցրել եմ, հա, բայց ոչ էլ օրինակ ծիմծի նման լրիվ դες ուրիշ Ապա ձև դե, կարտուգո, հա, էլի լրիվ Ապա դա կոմերցիալ, նա full Հա, կոմերցիալ է, հա, դա не обсуждается։ Կոմերցիալի տանող է, էլի։ Հա, բայց կստացի խոսքի իրենց որ գնաց ժամանակին, երբ որ ինքը եկավ Զապադ, այնց համարյում այդ ասած ֆիտ ունեցավ, արա ես չհասկացա ոնց Ապա բաց ինքը- թողին իրան այդ հատվածում։ Ապա որովհետև ինքը իրականում ինչը ինքը ընդեղ արեց, ինքը ընդեղի համար ոչ մի բան չարեց, էլի ընդեղի լսողը իրան չլսեց, իրա Ինքը հայ այստեղից ուս տվեց իր ինքը ինչ որ որոշակի բան ոնց որ խայփ բռնեց Ռուսաստանում, Արա փող ծախսեց եկավ։ հա, էլի ջոգին, հա, Ներս չիրան խնդրել էին որ գար դերը ֆիտաներ։ 100% որ ինքը որտեվ ինքը լավ ռեփ էլ չի անում, պրոստը ինքը տես իրանը ռեփ չի, հա, մի քիչ հարուստ ուրիշ տղա է, բան է։ որ լա գուլյա տանում, դա էլ իրա ոնց որ տեղը ունի, բայց ինքը հաստատ ընդ չէր կարա ոչի բան աներ, որտեվ մենքան փողով մարտիկ կան ընդ, ասենք Հա։ այնքան փող ունեցող, որ Նշանակ։ իսկ օրինակ էս Young Buck-ը իմ կուպլետը որ լսած, ասեց որ չի հասկանում ինչա, բայց ասենք այնց էին տժում, հա, ախպերի անկեղծ ասենք, որտեվ իրականում այդ կաչա, Այդ իմ, հա։ գիտեմ ֆլոուն բան եթե դա հիմնական։ Ապա եթե հարազատ է, եթե քեզ դա քաշում է, ինչ լսում ուզում ալի, մա։ Հա։ Սենց ասեմ, փուճու ժամանակվանից անգլերեն ռեպեր ենք լսում դզում է։ Բայց չգիտես ինչի մասին է։ Ինչի մասին, հա, կամ նույն ֆրանսերեն ռեփը։ Հա, թեկուս ֆրանսերենը շատ ուրիշ ձև է, շատ բոմբ Ու է։ միջայլոց ես հիմա ոչ միայն ֆրանսիական, вообще եվրոպական ռեփը այսօրվա դրությամբ հիմա էս ավելի sense ավելի բրուտալ ռեփա իմ կարծիքով Գերմաներեն օրինակ, Հա։ ոնց որ կոնկրետ ռեփի հիմա ստեղծված է քան հիմա հիմիկվա ամերիկյան հիփ-հոփը մի քիչ արդեն sense ինչ-որ դες բան է դարել, մի քիչ sense շատ ուրիշ է կան էլի լավ տպեր որ անում են հեն հներից էլի տղեկ որ անում են լավ գործեր, բայց ընդհանուր եվրոպական հիփ-հոփի vibe-ը ուրիշ է հիմա այս բանը Հա, հա, իրականում կա կստացի ավելի Այդ- չորա էլի այդ առումով բան է, SNG-ի մեջ էլ, ինձ բանի Կազախստանն է։ հա։ Ոպե դա ինչ են անում։ Հա, շատ ուրիշ մուզիկա է։ Այն որ լրիվ սկրիպտից սկսած, Հա։ ինչ որ լրիվ ուրիշ բան սկսեց, ոպե ինչ Հիմա որ այն ոչ բանը սկսեցին թելադրել, sense ասած Հա, էլի։ կլիպերն Եթե էլ, Ռուսաստանում բանն էլ, рэպը Կալյանի рэպն էր դառնում, մանրից մենակ, հա, ինչ որ կազախները թազա ստիլ տվեցին։ դե բանն է, ինչ այդ Կալյանին էլ է էլի, բայց այդ էլ մի հատ Չէ, ինքը շատ ուժեղ է, դրա մասին չեմ ասում։ Պրոստը Ռուսաստանը կպավ մենակ այդ Մենակ գծին մի դրան, բան, հա, հա։ ոնց որ սաղ այդ ստիլն էին Հա։ անում, ինքն էլ է շատ կայֆ բան։ Բայց Ղազախստանը, ու ղազախները ամեն դեպքում սկրիպտից սկսած, մի հատ լրիվ ուրիշ բան, սկրիպտի կստացի, դա էլ է խոխնայի, հիմա վրոդի ռուսերեն է, բայց սկրիպտը չէի հասկանում լիքը բան, հենց սկզբի տրեքերը մանավանդ։ Որ իա բաների ժամանակ ասում Վասյան ասում էր բանան, հենց կարթա հասկանանք։ Բայց իրոք որ մեկա կա չանում, Դե ինքը լրիվ բան փոխեց էլի, ասում է game changer էլի անգլերեն Հա, ասած, խզորեց։ լիքը բան փոխեց, լիքը սկսեցին դրա նման բաներ անել։ Հա, հա, Դաժե կոնկրետ։ հիմա այդ Կալյան շի կապերներն էլ են, դաժե լիքը սկրիպտանիտի ֆլոուից վեկալոն բան, ինչ որ sense Հա, կոնկրետ են որ Զենի տեմբրը տենց կոնկրետ իջես բան մոնտե։ փոխեց ինքը, հա։ Ես օրինակ չեմ լսում այդ Կալյան նոտ բաներ, вообще չէ։ Ինքը գիտես ոնց է։ Չեմ ոնց որ բռնում այդ Vibe-ը։ հա, էլի ոնց որ ռեփել չլինի ճոճո։ Ինքը մի քիչ ուրիշ բան է, բայց էլի տենց կա մեջը բաներ, որ տենց, չգիտեմ, դզվում է։ Կա որ հավես է։ Օրինակ բանը, այդ ինչա, դրանց ներկո հոգի, Միագի Էնշպիլ։ Հա։ Այդ իրանք որ նոր սկսեցին ոնց որ նոր ակտիվացան, вообще դուրս չէին գալի։ Ես վերջերս ինչ որ մի քիչ բաներ կա, որ Այն կալիբրի բան այդ վախտերը օրինակ մենակ երևի այդ կալիբրին էր դզը, Հա։ բայց դրանից առաջ вообще դուրս չէր գալի։ Հետո էս վերջի ալբոմից գործեր կա, որ դզում է, դեն մնացած են ադրբեջանցիքի մասին էլ չասեմ դա, դրանք որ sense Այդի հա։ մի լսեք ապետես բաներ, вообще մի լսեք։ Արջան, քեզնից շատ շնորհակալ եմ ախպերես։ Ոչ թե մենակ հյուրընկալվելու, այլ քո արած գործի համար ցավատանամ։ Ես եմ շնորհակալ ախպեր ջան շատ։ Իմ playlist-ում լիքը երկուն ես, բրո։ Իմացի։ Մերսի։ Սպասեք նոր բաների ախպեր, որտեվ այս ալբոմս իհարկե հələ մի քիչ կպահեմ, մի քիչ հələ թող մնա sense, բայց
որոշել եմ տորմուզ չտամ, էլի այս արագությունը պահեմ, այսինքն պրոդուկտիվ լինեմ, եթե ոչ ալբոմ առաջիկայում, բայց նոր սինգլներ հաստատ կլինեն, էլի։ Շատ ծծած բրո։ Նարջան, շատ ուրախ էի ցավդ տանեմ։ Ես շատ լիահույս եմ, որ շուտ ենք ես տեսնելու Երևանում։ Միշտ սպասում ենք։ Մերսի շատ Նարջան, անպայման, հա, ես տենց ստեղա շունչս բացվում երկերը ելնում լուր, հա, ու պետքա նաև ստեղ ինչ-որ երևանյան գամ, երևանյան երկեր գրվի, ու լիքը հաջողություն եմ ցանկանում ես քո նոր պրոյեկտին, ու ուզում եմ, որ չգիտեմ տղեկին էլ ով կա այսօր ասպարեզում, բոլորին խոչ եմ անում մասնակցել ախպեր թույլ պրոյեկտ, հա, արդար ախպեր, եկեք կարդացեք ձեր ռեպը, կարդացեք ձեր մտքերը արտահայտեք լայվ կարևորը, որտեվ լիքը լսողին էլ է հետաքրքիր ասենք արտիստը ոնց է, ինչա չգիտեմ, ավելի որտեվ կարդալուց ուրիշ էմոցիա ես լայվի ժամանակ տալի, նես որ լավ հարթակ է մի խոսքով անպայման Մերսի ախպերս։ ուզում որ լավ զարգանա։ Մերսի։ Դե ինչ, կհանդիպենք ձեզ լավ օր։